եթե մենք հիշում ենք քարոզարշավի ողջ ընթացքը ինչպես ընթացավ եւ ինչ է տեղի ունենում հիմա, մեկին մեկ ուղղակի այդպես Նիկոլ Փաշինյանի խոստումների իրագործումն է։ Գումարած փոքրիկ ժամանակ հիշում եմ այսպիսի ձևակերպում կար, որ Բաքվում ամենաշատ անտեսված երեխաների եթե դառնում են ոստիկան, իրանք լինում են ամենավատ ոստիկանները, որովհետև վրեժ են լուծում մարդկանցից։ Նիկոլ Փաշինյանը կարծեք այդպիսին է, այսինքն ինքը անտեսված է եղել իր ողջ կյանքում, ձեռքին է հայտնվել իշխանություն եւ նա վրեժ է լուծում բոլորից անխտիր։ Տեսականորեն, եթե մենք վերլուծում ենք, Գագիկ Ծառուկյանին գետնին պարկասնելու իմաստը բացակայում էր, չէ՞, այսինքն հանցագործին բերման են ենթարկում այդպես բիրտ ուժի կիրառմամբ, երբ որ կա վտանգ նրա փախչելու, դիմադրություն ցույց տալու եւ այսպես շարունակ։ Կամ զինված է, Կամ զինված է, այո, եթե մարդը գտնվում է տանը, ասենք, չգիտեմ, 10 ժամ խուզարկություն է տեղի ունենում, հանգիստ նստած է այնտեղ, վերջում պետք է ընդամենը տանեն քնչական մարմին եւ մի հատ պարկասնեն տանեն, սա գիտեք ինչ է։ Վստահեցնում եմ ձեզ, ուղիղ էր հանք, որ այդ կադրերը Նիկոլ Փաշինյանը տեսնին, որ Գագիկ Ծառուկյանին պարկասրեցին։ Գումարած քարոզարշավի ընթացքում հիշում եք հերրակա բանավեճը, Առյուծի վանդակի եւ Նիկոլ Փաշինյանի խոստում այլ վանդակների եւ այլնի, ասենք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կենթանի է ձերբակալում, սա սաղուակի աննորմալություն է, ինքը զավեշտ է, ոչ բան կարելի է այսպիսի ասացված կա, չէ, չգիտեմ լամ թե խնդամ, որովհետեւ ինչ է որ մի հայտարարություն է կատարվել, որ իմ Առյուծի վանդակում թող գա ինքի իր կամոք ընդ որում թող գա եւ իր պատիժը կրի, Առյուծին որոշեցին, որ պետք է տանեն։ Սա նորմալության դրսևորում է, սա բռնության դրսևորում է, այստեղ հարցը արդեն վաղուց անձերը չեն, այստեղ հարցը Հայաստանի քաղաքական համակարգն է, որ Հայաստանում բավականին արդեն վերջերս ինտենսիվ արագացված ընթացակարգով հաստատվում է դիկտատուրա։ Այսքան բան։ Տեսեք, դուք Նիկոլ Փաշինյանին միշտ մեղադրում եք ստախոսության մեջ, բայց այս անգամ կարծես թե դուք պարտվեցիք այս հարցում։ Նիկոլ Փաշինյանը խոստացավ եւ հիմա անում է։ Ինչ է փոխվել։ Նիկոլ Փաշինյանը ստախոս է լինելու է։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե խոստանում ու կատարում է, Նիկոլ Փաշինյանը նենգությունը իր փոքրոգիությունն է ցույց տնում։ Նիկոլ Փաշինյանին երբևէ չի կարելի ասել ճշմարտախոս, ինչ որ իրավական ընթացակարգերի խախտումներով անձանց պատժի տանելու մեջ։ Դա չի կարելի համարել խոսքն տրամադրում։ Դա համարում ենք նա, որ ընդհանրեն իր փոքրոգիության դրսևորումն է, այսքան բան։ Տեսեք, պարոն Սարգսյան, սա չեք համարում, որ իրավական գործընթաց է, սա համարում է քաղաքական հաշվեհարդար։ Հիմա այստեղ իշխանությունները արդյոք հաշվարկել են, որ կարող է հենց Գագիկ Ծառուկյանի այս միջադեպը դառնալ ընդդիմադիրների միավորման այն կետը, որտեղից նրանք ոչ թե միայն պարզապես հայտարարություններով հանդես կգան, այլ կգնան արդեն որոշակի գործողությունների։ Չեմ կարծում, որովհետև այդպիսի տրամադրվածություն համենայն դեպս չկա, եթե տրամադրվածություն չկա, ապա հաշվարկնել չի կարող դրան հաջորդել, որովհետև Գագիկ Ծառուկյանից առաջ տեղի ունեցել Սամվել Կարապետյանի ձերբակալություն, դրանից շատ ավելի վաղ տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալություն եւ փորձը ցույց է տվել Բագրատ Սրբազանի ձերբակալություն, փորձը ցույց է տվել, որ անձանց ձերբակալության պարագայում այդպիսի միասնություն եւ միասնական պայքար Հայաստանում տեղի չի ունենում։ Համենայն դեպս մինչեւ այսօր այդպես է եղել։ Հետևաբար չեմ կարծում, որ այդպիսի հաշվարկ կունենան, ուղղակի նորից եմ կրկնում, իր փոքրոգիության դրսևորումն է այդքան բան, ինչ որ մուր հանելու ձգտումն ու ցանկությունն է նրա մոտ։ Իսկ ինչու ընտրվեց հենց այս երկրորդ փուլում, այսպես ասենք, Գագիկ Ծառուկյանը։ Դե որովհետև Գագիկ Ծառուկյանը ընտրությունները ընտրված էր Սամվել Կարապետյանը, ինչու ընտրվեց Գագիկ Ծառուկյանը այս անգամ։ Կարծում եմ, այստեղ արդեն խոսքերի կոշտությունից էր կախված, որովհետև Գագիկ Ծառուկյանն էր հրավիրում Առյուծի վանդակ եւ ոչ թե Սամվել Կարապետյանը։ Ընդհանրապես, այսինքն մենք եթե նույնիսկ փորձենք այսպես բարդ քաղաքագիտական ու տրամաբանական այդպես մեկնաբանություններ անենք, չի ստացվի, որովհետև իրականությունն էլ տեղ է թաքնված։ Իրականությունը ընդհանրապես փոքրիկ երեխայական կռիվ է, ընդհանրապես։ Տեսեք, դուք եղել եք նաև այնտեղ հավաքված համակիրների շրջանակներում, ինչպիսին էր տրամադրվածությունը եւ նույնիսկ հանրությունը հիմա խոսում էր, Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ 10,000 աշխատակից այս պահի դրությամբ փաստորեն պարապորտի մեջ է, եւ եթե փակվեն հիմնարկությունները, նրանք կդառնան նաև գործազուրկ։ Այսպիսի մի հարց, ինչու, ասենք, այդ գործազուրկ դարձող հնարավոր է դառնան այդ մարդիկ այսօր ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի թեկուզ ինքնաբուխ միջոցառումներ չեն դիգնում։ Իրենք կարող են միանշանակ ինքնաբուխ միջոցառումներ իրականացնել, ակցիաներ իրականացնել, խաղաղ ակցիաներ, այդ թվում փողոցի փակումներ եւ այլն։
բայց դա չի ունենում քաղաքական այդպես արդյունավետ հանգուցալուծում։ Ինչու, որովհետև շատ հաճախ ինչ որ մեկը անարդարությունից դրդված դուրս կգա փողոց, ինչ որ մեկը իր սոցիալական խնդիրներից ելնելով դուրս կգա, ինչ որ մեկը ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի դուրս կգա, բայց ինքը լայն կոնսոլիդացիա երբևէ չի հանգեցնում։ Այո, մենք ականատես կլինենք, այո, ես նաև ականատես եղել եմ արդեն, որովհետև այնուամենայնիվ մարդը քաջ գիտակցում է, որ մնում է գործազուրկ եւ մենք լավ գիտենք Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի չափականակը այնքան է, որ մարդուն մաքսիմում եթե ինքը իրան շատ այդպես գոտիները ձգի նեղություն տա, 1 ամսվա աշխատավարձով ինքը կարողանա ապրի 2 ամիս։ 3-րդ ամսվանից սկսած ինքը պետք է գնա նոր աշխատանքի փնտրտուքի կամ վերականգնվի նույն աշխատանքին կամ բռնի կրկին արտագաղթի ճանապարհը։ Այսինքն ապագայի այսպիսի անորոշությունները մարդուն դրդելու են որոշակի գործողությունների, բայց նրա որոշակի գործողությունները չեն հանգեցնելու Հայաստանում քաղաքական լուրջ փոփոխությունների։ Տեսեք Ծառուկյանի այս կալանքը հասարակության տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունեցավ, ոմանք դրական են խոսում, ոմանք բացասական են խոսում։ Իսկ հնարավոր է ընդհանրապես հենց Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ, որպես գործարար, որպես բարերար, մարդկանց տրամադրությունները փոխվեն դեպի ավելի շատ դրականը, քան բացասական։ Իշխանությունները գուցե սրանով ավելի շատ իօգուտ Գագիկ Ծառուկյանի է գործում, քան իր, որտեղ իշխանություններին մեղադրում են դատաիրավական համակարգում ոչ ճշգրիտ փոփոխությունների, դատաիրավական համակարգում ոչ ճշգրիտ կադրերի հավաքագրման, չէ՞ որ այս ամենը նոր չէ, Գագիկ Ծառուկյանի շուրջ եղել են տարիներ առաջ, դատական գործընթացներ են եղել, մարդը արդարացվել է, ամեն դեպքում սա նոր չէ որ։ Եվ հիշենք, որ նույն Գագիկ Ծառուկյանը ընդառաջեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց ազգային ժողովում եւ դարձավ վարչապետ։ Տեսեք, այստեղ խնդիրը տեղեկատվական հոսքերի ճշգրիտ կառավարումն է, այսինքն իշխանական ռոպագանդան ուր կհասնի, ընդդիմադիր կամ adekvat ռոպագանդան ուր կհասնի։ Մեր խնդիրն է նաև մեր հասարակությանը Նիկոլ Փաշինյանի արարքի վտանգավորության աստիճանը ճշգրիտ ներկայացնենք եւ Նիկոլ Փաշինյանի կատարածի վտանգավոր ու վնասակար հետևանքները ճիշտ ներկայացնենք։ Ինչ է Նիկոլ Փաշինյանի արարքը։ Իշխանության տարանջատման սկզբունքների բացակայություն Հայաստանում, այսինքն դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում անկախ չէ։ Դատական իշխանությունները լուր կամակատարներ են Նիկոլ Փաշինյանի։ Պատրաստ են ցանկացած ապօրինության, սկսած սահմանադրական դատարանից մինչև առաջին ացիանի դատարան։ Ուժային կառույցների մասին դե չեմ խոսում այլևս։ Այդպես իբրև թե դատախազությունը նույն համարվում է անկախ մարմին, բայց այստեղ չկա անկախ մարմին, կարծես դատախազը Նիկոլ Փաշինյանի օգնականը լինի, քննչական նույնպես ուղիղ ենթակայությամբ գործում է եւ այլն։ Այսինքն մեր հասարակությունը պետք է հասկանա, որ իր իրավունքների վերջնական պաշտպանության հանգրվանը Նիկոլ Փաշինյանը փշրել է, ջարդել է։ Չկա միտեղ, որ իր իրավունքները կարողանա գնա վերականգնել, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը հրահանգեց, որ այս մարդու իրավունքները պետք է խախտվեն եւ մնան խախտված, ապա դա այդպես էլ կլինի։ Հաջորդ կարևորագույն խնդիրը Նիկոլ Փաշինյանը հենց հիմա Հայաստանի տնտեսության համար առաջացել է բավականին վտանգավոր այդպես խոչընդոտներ զարգացման համար։ Ներդրումային քաղաքականության տեսանկյունից ներդրումային գրավչություն ընդհանրապես չունի եւ արտահանման կամ փոխադարձ առևտրի տեսանկյունից, այդ թվում Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում։ Հիմա մի հատ էլ եթե գործող արդեն գործարանների գործող կազմակերպություններն է ապօրինի կերպով տանում դեպի փակում, մարդիկ զրկվում են աշխատանքից, այսինքն սոցիալական խնդիր առաջանում, աշխատավարձ չեն ստանում։ Հարկատուն է համարվում, չէ՞։ Գագիկ Ծառուկյանը ներդրում։ Դա իր վտանգավորություններն ունի, այսինքն պետք է նաև դրա դեմ պայքարել, որպեսզի Հայաստանի ամբողջ այդպես կապիտալը կուտակված չլինի ընդամենը մի քանի ընտանիքների ձեռքում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը պետք է արդյունավետ այդպես պայքարել դրա դեմ եւ ոչ թե հիմա գնար գործարանների փակման կամ տարբեր կազմակերպությունների փակման։ Այսինքն սոցիալական խնդիր, որ մարդ աշխատավարձ չի ստանում, հետեւաբար ծախս չկա, սա տնտեսության վրա ունենալու է բացասական ազդեցություն։ Հարկերի թերհավաքագրման բացասական ազդեցություն, արտահանումների դե բացասական ազդեցություն արդեն ունենք եւ ունենք, այսինքն Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում։ Մի կողմից տեսեք, ներդրումային գրավչություն բացակայում է Հայաստանի Հանրապետություն, դատական անկախ դատական իշխանություն բացակայում է, սոցիալական խնդիրը խորացնում է, աղքատությունը խորացնում է։ Ամեն ինչ անում է, անվտանգությունն էլ դե չխոսենք դրա մասին, որովհետև անվտանգությունն ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Այսինքն կառավարության ֆունկցիոնալ պարտականությունների կատարման իսպառ բացակայություն։ Ոչ մի բանով չի զբաղվում Նիկոլ Փաշինյանը, բացի նորից պետք է կրկնեմ, մանկական, երեխայական վրեժխնդրության փոքրոգիության դրսևորումից։ Ուրիշ որևէ բանով զբաղված չի։ Հիմա Գագիկ Ծառուկյանի մասին ենք խոսում, բայց սա կարծես թե ազդակ է բոլոր այն գործիչներին, հատկապես
օլիգարխներին, այսպես ասենք, ովքեր կմտնեն քաղաքականություն եւ չեն հաջողանա իշխանություններին, կունենան նմանատիպ, չեմ ուզում ասել վախճան, բայց ամենի դեպքում քաղաքական վախճան է սա արդեն համարվում։ Դրա համար ինչ է պետք անել։ Գուցե այդ մարդիկ պետք է միայն զբաղվեն իրենց բիզնեսներով։ Ոչ։ Այդ մարդիկ պետք է Հայաստանի Հանրապետության շենացման անմիջական մասնակցություն ունենան, բայց նաև պետք է տրամաբանված գործեն։ Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հասկանա, որ այսպես չի լինի, այսինքն Նիկոլ Փաշինյանի ցանկությունը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է, Հայաստանի Հանրապետության հետագա գոյության շարունակականության այսպես կազմաքանդումն է, բայց այնուամենայնիվ թեկուզ իր անձնական անվտանգության, իր իշխանության պահպանման համար պետք է բոլորը արդեն հետ գան տրամաբանական դաշտ։ Այ ինչի խոսքի սկզբում ասեցի, որ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ձերբակալելով, գործարանները փակելով եւ այլնով շատ բացասական հետևանքներ է թողնում, բայց միևնույն ժամանակ վտանգավոր է կապիտալի կուտակում մի քանի անձանց ձեռքում։ Դրա համար գոյություն ունեն շատ հեշտ, արագ իրագործելի կառուցակարգեր։ Պայմանականորեն, օրինակ, Կիրակի օրը արգելել բոլոր սուպերմարկետների գործունեությունը, որպեսզի շնչեն փոքր եւ միջին կազմակերպությունները։ Էլեմենտար լուծում է, չէ՞ ինքը։ Որոշակի հարկային արտոնություններով, վարկային արտոնություններով, պետական սուբսիդիաներով աջակցություն ցուցաբերեն փոքր արտադրողներին, որպեսզի նրանք էլ կարողանան ժամանակի ընթացքում զարգանան, փոքրից կան դառնան դեպի միջին, որպեսզի կրկին կապիտալի կուտակում մի քանի անձանց ձեռքում չլինի։ Ես դեռ ցուցանիշ բերեմ, Հայաստանի 75-ից 80% հարկերը, բյուջեի 75-ից 80%-ը վճարում են 1000 խոշոր հարկատուները։ Դրա կեսից ավելին վճարում են առաջին 100 խոշորները։ Ու դրանք գտնում են մի քանի ընտանիքների ձեռքում։ Սա ուղղակի անթույլատրելի է փոքր երկրների համար։ Այսինքն ձեր նշած օլիգարխիա ասվածը հենց այսպես է ձևավորվում, այսինքն նույն Նիկոլ Փաշինյանն է օլիգարխիան իր ձեռքով ձևավորում, հետո ինքը կռիվ տալիս իր ձևավորածի հետ։ Այնինչ կարելի էր կանխարգելել եւ այնպիսի քաղաքական մթնոլորտ ու կոնյունկտուրա ստեղծել, որ նույնիսկ որևէ խոշոր գործարարի մտքով չանցներ երբևիցե զբաղվել քաղաքականությամբ։ Իմիջայլոց ես աշխատանքի մասնագիտության բերումով անընդհատ շփվել եմ, այսինքն ողջ հասուն գիտակից կյանքը շփվել եմ գործարարների հետ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Մարդիկ ցանկություն չունեն քաղաքականություն մտնելու։ Մարդիկ ցանկություն ունեն ուղղակի իրենց կապիտալը ավելացնելու, ավելի հետաքրքիր մտքեր են այդպես գեներացնում, մտքեր իրագործելու, նոր բիզնեսներ, նոր պրոյեկտներ իրականացնելու, բայց երբ որ գալիս հասնում է մի իրավիճակի, ստիպված մուտք են գործում քաղաքականություն։ Սա Նիկոլ Փաշինյանն է։ Համար իրենց Այդ թվում պահելու համար իրենց կապիտալը, այո։ Որի մասին նաև խոսում ենք քաղաքական այս երեք ուժերի մասին, հիմնականում հանրության շրջանակներում էլ է։ Ինչ որտեղ Նիկոլ Փաշինյանի հետ համամիտ են, որ պետք է նրանց ունեզրկել, բայց կա նաև հետևյալ հարցը, եթե կար նրանց ունեզրկման հարցը, խնդիրը, այդ դեպքում ինչու մասնակցեցին ընտրություններին։ Ինչու են թույլ տալիս, որ երկրի այս կառավարման պատասխանատու օղակներում հենց իրենք լինեն։ Դրանք շատ բարդ խնդիրներ են, բավականին բարդ, ընդ որում այդպես վերլուծելը միանշանակ չէ, որովհետև եւ կարծիքներն են տարբեր եւ իրականությունները։ Նախ սկսենք նրանից, որ ունեզրկելը աշխարհի ամենավատ բանն է, նույնիսկ 11-րդ դարում Մաքիավելին ասում էր, որ մարդը քեզ կների իր որդու զոհաբերելը, զոհելը, բայց երբեք չի ների իրեն ունեզրկելը։ Ես ավելի մեղմ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը բոմժ դարձնելու մասին էր հիշատակում։ Դե Նիկոլ Փաշինյանի պետք չի լուրջ վերաբերվել, որովհետև անիմաստ է խոսում էր։ Առաջնորդի շուրթերից է հնչում։ Այնուամենայնիվ մի առաջնորդի, ով չունի խոսքի հանդեպ, իր խոսքի հանդեպ այդպես պատասխանատվության զգացում, հետևաբար ինչքան էլ որ փաստացի իրողության հաշվի նստենք եւ փաստացի ընդունենք, որ այսօր գործող վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, համենայն դեպս նա իր վարքագծով, իր բովանդակությամբ երկրի առաջնորդ այդպես էլ չի կարողացել դառնալ 8 տարիների ընթացքում։ Ինքը մնացել է երկրում ամեն այդպես վերջին կատեգորիայի փոքրոկի մարդկանցից մեկը ընդհանրապես։ Բայց ինչ վերաբերվում է այդպես խոշոր կապիտալի սեփականատերերի մուտք գործելուն քաղաքականություն, այդ թվում այո անձնական նպատակադրումներով, շահադրտումներով եւ այլն, գիտեք, ունեզրկելը միգուցե այն գինն է, որ հետագայում ունեցվածքը կարողանան պահպանել, որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետությունում անընդհատ խանգարում են մարդկանց աշխատանքին, ապա չեմ կարծում, որ մարդը չպետք է գնա իր ունեցվածքի, իր տարիների վաստակը պահպանելու, պաշտպանելու ուղղությամբ։ Մի նպատակադրումը կարծում եմ սա է, որ մուտք են գործում խոշոր ներդրողները։ Հաջորդ նպատակադրումը, որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը տեսնում է
որևէ այդպես քաղաքական օրակարգ չկա, ինչ որ մեկին անիմաստ սկսում է կպչել։ Գիշեք օրինակ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ եթե չեմ սխալվում, քաղաքական որևէ հայտարարության մեջ հայտարարություն չէր, այլ եւ քաղաքական որևէ նպատակ համենայն դեպս բաց աղբյուրներում չկար, ինքը սկսեց անընդհատ Ռոբերտ Քոչարյան, ինքը ներքաշեց Ռոբերտ Քոչարյան, ինքը հարձակվեց Ռոբերտ Քոչարյանի վրա, ինքը ձերբակալեց եւ այսպես շարունակ։ Նույնը հիմա կատարում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այսինքն եթե տեղի ունենա առողջ համագործակցություն գործարարի ներդրողի կառավարության միջև, չեմ կարծում որ մենք կհասնենք այսպես իրավիճակների։ Պրոֆեսիոնալ երկիրը սիրող իր գործի գիտակ կառավարության եւ գործարարների միջև սովորաբար լինում են բացառապես բարի դրացիական ու գործընկերային հարաբերություններ համատեղ պրոյեկտների իրագործման, այդ թվում այնպիսի պրոյեկտների, որոնց համար անհրաժեշտ է նոր իրավական ակտերի ընդունումներ, նոր օրենսդրական ակտերի ընդունումներ եւ այլն, որովհետեւ դա համատեղ նպատակից է բխում կառավարության համար երկրի զարգացման, ներդրողի կամ գործարարի համար սեփական կապիտալի ավելացման։